Եկի կենտրոն։ Կառավարության ծրագիր։ Տեսակ ցայն կեղծ փաստաթուղթեր, որոնք հերթական անգամ խաբեցին եւ հերթական անգամ պարտության եւ անպատության առաջ կանգնեցրեցին հայ ժողովրդին։ Ոչ ոք դուրս չի եկել լսելու մեր պահանջները, լսելու մեր խնդիրների մասին, հասկանալու ինչ են պահանջում նրանցից։ Հիմա Տաթևիկ Հակոբյանը կկարդա պահանջագիրը, որը հանձնվելու է ԱԳՆ-ին։ Մինչ խոսափողներով, տարբեր իրենց սիրելի լրատվականներով ասում են, թե ինչքան են սիրում իրենց արցախցի քույրերին եւ եղբայրներին, թե ինչպես են պայքարում վերջիներիս իրավունքների համար, մենք ունենք մի պատկեր, երբ որ մարդիկ հավաքվել են հստակ պահանջներով եւ չկա գոնե մեկ պաշտոնյա, ով իջնի եւ կպատասխանի մարդկանց հարցերին։ Սա անարգայքի հերթական դրսևորումն է, անընդունելի եւ տգեղ։ Ես ամեն դեպքում կբարձրաձայնեմ մեր պահանջները, որոնք ինչպես հասկանում ենք, լսելի չեն այս իշխանությունների համար, բայց այնուամենայնիվ մենք այս պահանջների հետևից եկել ենք եւ մենք այս պահանջների հետևից մինչեւ վերջ չենք գնալու։ Մենք պահանջում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությունից իդեմս արտգործնախարարության ձեռնարկել մի շարք կոնկրետ միջոցներ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության նպատակով։ Ի թիվս բազմաթիվ այլ միջազգային մեխանիզմների եւ հնարավորությունների մենք առանձնացնում ենք հատկապես ներքոնշյալ միջոցները։ Առաջին, դիմել ՄԱԿ-ի փաստականների հարցերով բարձր հանձնակատարին եւ Եվրոպայի խորհրդին նախաձեռնելու միջազգային մեխանիզմների մշակում ու ներդրում ուղղված Արցախի ժողովրդի հավաքական, անվտանգ, արժանապատիվ, կայուն եւ ինքնորոշված վերադարձի ապահովմանը։ Երկրորդ, դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի իր միջազգային մանդատի շրջանակներում մեկնարկելու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ արդարացի կարգավորման ուղղված միջազգային գործընթաց եւ ապահովելու Արցախի ժողովրդի վերոնշյալ պայմաններով վերադարձ իր հայրենիք։ Դիմել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի մասնագիտացված կառույցների եւ Բաքվում տեսանություն ունեցող պետությունների հայերի շինծու դատավարությունների ընթացքում միջազգային դիտորդների ներկայությունն ապահովելու համար։ Չորրորդ, դիմել որևէ չեզոք եւ պատրաստական երկրի, օրինակ Շվեյցարիային, խնդրելով Բաքվում գտնվող իրենց տեսանությունում ստեղծել հայկական շահերի բաժին եւ ապահովել հայ գերիների համար հյուպատոսական ծառայության հասանելիությունը։ Հինգերորդ կետ, գործարկել ԵԱՀԿ Մոսկվայի մեխանիզմը Ադրբեջանում պատանդարված եւ խոշտանգվող հայերի իրավունքների հրատապ պաշտպանության նպատակով։ Վեցերորդ կետ, հայ գերիների լիարժեք եւ ապահով ազատ արձակումը դարձնել Ադրբեջանի հետ հնարավոր կնքվելիք ցանկացած միջպետական պայմանագրի ստորագրման անսակարկելի նախապայման։ Յոթերորդ, թարմացնել միեթուկ եւ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ներկայացված միջպետական գանգատները
ներկայացնելով գերիների խոշտանգումների, բռնադատված Արցախի մշակութային ժառանգության և մասնավոր ու հանրային սեփականության ոչնչացման ու յուրացման նոր փաստերը։ 8-րդ կետ. դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ին և Եվրոպայի խորհրդին Արցախ ուղարկելու մոնիտորինգային առաքելություն, ուսումնասիրելու և փաստագրելու մշակութային ժառանգության և հանրային ու մասնավոր բույքի նկատմամբ ադրբեջանական իշխանությունների հանցավոր գործողությունները։ 9-րդ կետ. դիմել համապատասխան միջազգային կառույցներին և առանձին պետությունների Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման խնդրանքով հայերի դեմ կատարված միջազգային հանցագործությունների հիման վրա։ 10-րդ կետ. ապահովել Հայաստանի և կամ գործընկեր պետությունների կողմից միջազգային քրեական դատարան պետական դիմումների ներկայացումը Արցախի ժողովրդի բռնի տեղահանման և այլ միջազգային հանցագործությունների հետաքննման ու պատժման խնդրանքով։ 11-րդ. դիմել համապատասխան պետություններին կիրառելու համընդհանուր իրավազորության սկզբունքը և սկսել քրեական հետապնդում ադրբեջանցի պաշտոնյաների և զինվորականների նկատմամբ միջազգային հանցագործություններ կատարելու հիմքով։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ։ Այնուամենայնիվ պահանջագիրը հանձնում ենք և շարժվում ենք դեպի դատախազություն։ Հիշեցնեմ, որ մեծ հանրահավաքից հետո իշխանությունները ակտիվացրել են բոլոր իրենց պոակները, տեղեկատվական բոլոր գործիքները, այսպես ասած, սրել են արցախահայության կողմ և մարդկանց մեջ այնպիսի վատ և այնպիսի ալկորակարգանիշներ են փորձում մեծացնել արցախցիների հանդեպ, ինչպիսի ատելությունն է եղբոր քրոջ նկատմամբ, ինչպիսի ատելությունն է մարդու իր արցախցի լինելու հիմքով և այս ամենի մասով, ինչպես նաև բազմիցս իրենց կողմից շահարկվող թալանի մասին, որ անընդհատ խոսում են և այդպես է չեք տեսնում, թե որտեղ է դրա հետքը, հենց այս բոլոր հարցերի հետևից գնում ենք դատախազություն, այնտեղ խոսնակները ավելի մանրամասն կներկայացնենք, ինչպես նաև համապատասխան հանցագործությունների մասին կներկայացնենք հաղորդումներ հենց պետական պաշտոնյաների հրապարակային հայտարարությունների հիման վրա, ովքեր ավերևույթ պատելություն են քարոզում և անհանդուրժողական մթնոլորտ է ստեղծում արցախցիների նկատմամբ։ Շարժվում ենք դեպի դատախազություն։ Նշեմ, որ Արցախահայերի իրավունքների պաշտպանության խորհուրդը պահանջ ներկայացրեց արտգործնախարարությանը, դրանք վերաբերվում էին տարբեր հարցերի, հայ թվում ՅՈՒՆԵՍԿՕ-ից փաստահավաք խումբ Արցախ ուղարկելուն, ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին դիմելու, արցախահայերի հավաքական վերադարձը դեպի Արցախ ապահովելուն, պահանջագիրը քիչ անց կփոխանցեն արտգործնախարարությանը։ Նշեմ, որ այս պահին արցախահայերը շարժվում են դեպի գլխավոր դատախազության մոտ, պահանջելու են բացատրություն տալ
Արցախում կոռուպցիոն երևույթների վերաբերյալ հաղորդումների հիմքով իրականացվող քրեական վարույթների ընթացքի մասին, ինչպես նաև դատախազությանը հաղորդում է ներկայացնելու արցախցիների դեմ ատելության քարոզելու դեպքերի վերաբերյալ եւ պահանջելու են դրա հետ կապված բացատրություն տալ։ Նշեմ նաև, որ փոքր քաղաքական ակցիա տեղի ունեցավ արտգործնախարարության շենք